չկա մի բանակցային փաստաթուղթ, որը արխիվացված չլինի։ Դա քրեական հոդված է, պետական դավաճանության գործիքակազմի ներքո, այսինքն եթե մի առաջարկի վերաբերել Հայաստանի դիրքորոշում ստացած նամակ արխիվից վերացել է, դա քրեական հոդված է։ Հայաստանի գործող վարչապետը ինչպես սովորաբար սիրում է, ստում է։ Իհարկե կա Քիվեստի առաջարկը, ինչու չհարայնացվեց, որովհետև Քիվեստի առաջարկում նախ հայկական կողմի ղեկավարը երկրորդ նախագահն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը իսկ իր նկատմամբ գործող իշխանությունը ունի մեղմ ասած վախեր, կոմպլեքսներ, քննադատության բոլոր հնարավոր գործիքակազմի դրսևորումներ, այդ ֆեյք ֆաբրիկաները սարքում են հիմնականում նաև իրան են թիրախավորում, նաև գեոպոլիտիկ ենթատեքստով, եւ երկրորդը փաստաթղթի բովանդակությունը հայամետ էր։ Չենք կարող ասել, որ այնտեղի կետերը լիովին ու ամբողջությամբ, այո, բայց իր քաղաքական իրատեսականության առումով, իսկ այն ժամանակ հիշեցնում Ռոբերտ Քոչարյան, Հեյդար Ալիև բանակցային օրակարգ էր, շոշափելի առաջընթաց էր տեղի ունեցել։